Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը փետրվարի 5-ին ընդունել է Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնին։ Անդրադառնալով համագործակցության պատմությանը, ներքին գործերի նախարարի տեղակալը բարձր է գնահատել համատեղ իրականացված ծրագրերը, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մասնագիտական վերապատրաստումներն ու ձերբակալվածների պահման վայրերում հանրային վերահսկողության մեխանիզմների կատարելագործման նպատակով տրամադրված փորձագիտական աջակցությունը։ Ներկայացնելով ներքին գործերի նախարարության ռազմավարական առաջնահերթությունները, Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը համընդգրկում բարեփոխումների կարևորագույն բաղադրիչներից է։ Նա նշել է, որ նախարարության կողմից արդեն իսկ մշակվել է ձերբակալված եւ կալանավորված անձանց մասին նոր օրենքի նախագիծը, որի աշխատանքներում կարևոր դեր ունի միջազգային փորձագիտական աջակցությունը։ Նախարարի տեղակալը շեշտել է նաեւ կրթական բաղադրիչի արդիականացման անհրաժեշտությունը, կարևորելով ուսումնական նյութերի ու մեթոդաբանության պարբերաբար թարմացումը։ Լաուրա Միլնը վերահաստատել է ներքին գործերի նախարարության հետ գործընկերային այնպիսի հարաբերություններ ձևավորելու պատրաստակամությունը, որտեղ տեսական քննարկումները վերածվում են գործնական արդյունքի։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գույքագրել կարիքներն ու առաջնահերթությունները եւ համագործակցությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տեղափոխել գործառնական փուլ։